Շնորհակալություն, այժմ խոսքը կդրամատրվի Արևմտյան Հայաստանի պատգամավոր և Շուշիի հայրենադիրաց միության նախագահ պարոն Աշոտ Հարությունյան։ Բոլորիդ ողջունում եմ, ես շատ ժամանակ չեմ խլի, պարզապես կարճ կներկայացնեմ մեր ընդհանուր պատմությունը, որ երբ որ մենք փախստական էինք ստեղ և միտինգներ էինք անում, այդ միտինգների ժամանակ մենք զգացինք, որ արդեն մի բան են չի գնում և այդ ժամանակ ճակատագրի բերումով ես գոհ եմ, որ այդ օրը այդ ճակատագիրը եղավ, մենք հանդիպեցինք պարոն Արմենակ Աբրահամյանի հետ, ինքը առաջարկեց, որ բերեք ձեր փաստաթղթերը հավաքեք, մենք այդ գործերը հանձնենք Եվրոդատարան։ Եվ երբ որ մենք ձեռնամուխ եղանք դրան, տեսնեինք, որ հենց այն միտինգների մասնակիցները դեմ էին խոսում դրան, որ ինչի է գնում բան, բայց մենք ներքին զգացում ինձ ասում էր, որ մենք ընտրել ենք ճիշտ ճանապարհ։ Եվ տեսեք այսօր ինչա կատարում։ Այսօր փաստորեն մենք ներկա եղանք այն բանին, որ այսօրվա Երևանյան ռեժիմը ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ինքը նույնիսկ կարողանում է գնալ Ստամբուլում ասել, որ ինքը հրաժարում է Սփյուռքի հայության շահերը ներկայացնելուց և իր հետ մի հատ թուղթ է տանում Հայաստանը սենց նկարած 29000 քառակուսի կիլոմետր, ինքը ասում է, ես դրա պատասխան եմ տալիս։ Այս պայմաններում նորից և նորից ես համոզում եմ, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել, գնալով իհարկե շատ երկարատև պայքարի, հիշում եմ մեր ընկերները, ովքեր որ իրենց փաստաթղթերը ներկայացրել են, ես ասել եմ այն գլխից, որ մենք չգիտենք դա 3 տարի հետո ալնելու, 10 տարի, թե 50 տարի հետո, կապ չունի, մենք են ենք նստած, ոչ մի բան չենք անում, ոչ մի բան չենք անում, այդ միտինգը ես համարում եմ անիմաստ էներգիայի ծախսում և հենց դա այդպես էլ եղավ, դուք տեսաք, հայհույ, ոչ մի բանի չհասանք, և այսօր էլ այդ հայհույները ոչ մի բանի չենք հասնի։ Պարզապես պետք է հետևել մարդկանց, որոնք որ գիտեն պայքարի ուղին և մենք գնացինք փորձված մարդու ճանապարհով, ցույց տվեց ինչ է, ինչ չի, հիմա մենք նաև ուրիշ հարցեր ենք քննարկում, որի համար ես այստեղ խնդրել եմ, որ մեր ազատամարտի մասնակցածներ ևս գան, որպեսզի մենք հետո քննարկենք նաև այդ անելիքները, որովհետև հիրավի շատ բաներ մենք կարող ենք անել, մինչև որ չլինի նաև մեր ուժային տարբերակը, ես կարծում եմ, որ չենք կարող հասնել այն բանին։ Աշխարհը շատ բան է ասելու այսպես է, այնպես է, մինչև որ մենք մեր ուժը ցույց չտանք, իսկ այդ ուժը ցույց տալու միակ իրավական հիմքը դա նա է, որ մենք բոլորս արդեն ասում ենք, որ դե որ Երևանը մեզ չի պաշտպանում, Ստեփանակերտում էլ մեզ ներկայացնողը գնում է Եվլախում ստորագրում է, որ ինքը Արցախից հրաժարում է, հետո գալիս ասում է, բայց ստորագրելու ժամանակ մաններս այսպես է արել, այդ ստորագրությունը հաշվի մեջ չի մտնում, կամ էլ լեզուս գծել էի, ապա այդ պարագայում մենք միակ ուղին նա է, որ Արևմտյան Հայաստանի կառավարության դրոշի տակ մտնելով մենք կարողանում ենք մեր պայքարը շարունակել։ Եվ այդ պայքարի ուղիներից մեկն էլ նորից եմ ասում, նա է, որ ազգային ժողովում մենք ունենք Արցախի հանձնախումբ, որի նախագահն ես եմ, առայժմ, ինչ եմ ասում առայժմ, որտեղ եթե գա ուժային տարբերակի, ես անմիջապես կխնդրեմ, որ ինձ ազատ են այդ պաշտոնից, որ ուժային տարբերակով ես մասնակցեմ իմ երկրի ազատագրմանը։ Եվ ես միշտ մեր ընկերներին, որոնք որ խոսում են, ասում եմ մինչև ինչ որ մարդու դեմ խոսելը, խնդրում եմ մի հատ իմացեք այդ մարդու անցած ուղին և դուք այդ ուղին եթե անցել եք նույն ձև, որով որ ինքն է անցել, այդ դեպքում դուք իրավունք ունեք այդ մարդու դեմ խոսալու։ Եթե դուք ոչ մի մարտական ուղի չեք անցել, ուրեմն մի քիչ համեստ եղեք։ Այս տեսակետից ես պարզապես մի փոքրիկ ներկայացնեմ հանձնախմբի կողմից արված որոշակի աշխատանքներ, բավականին դժվար գործընթաց սկսեցինք, փորձեցինք ներգրավել Արցախի հանրապետության կառավարությանը այդ գործունեության մեջ, իզարմանս ձեզ կասեմ, որ փաստորեն մարդիկ մատ-մատին չտվեցին մեզ հետ համագործակցելու համար։ Իսկ մենք ինչ էինք խնդրել ենք, որ մեզ ներկայացնեն համայնքների ցուցակ,
Համայնքների ցուցակը չներկայացվեց, իրենք մտածեցին, որ մենք չունենք այդ ցուցակը, մենք ցուցակը ունեինք, մենք ունենք նույնիսկ ամեն մի համայնքի բնակիչների քանակով ցուցակ ունեինք, բայց մենք ուզեցինք պաշտոնապես ստանալ դա, քանի որ աջակցություն իրենց կողմից չեղավ, մենք սկսեցինք այդ գործը ինքնուրույն անել, ինչպես որ դատական process-ն ենք սկսել, սա եւս անում ենք։ Նու հիմնականում չեմ ուզում ասել ինչի համար ենք անում, բայց հիմնական միտքը հետևյալն է, որ հիմա մյուս կողմերում էլ արդեն այդ միտքը, այսպես ասած, շրջանառության մեջ չեն դրել, հա, շնորհակալ ենք, որ շրջանառության մեջ չեն դրել, դա համայնքների գաղափարն է, ասեմ այդ համայնքի գաղափարը ինձնից է դուրս եկել եւ ովքեր էլ որ ասեն ես կողջունեմ իրենց, որ իրենք այդ համայնքի գաղափարը ուզում են առաջ տանեն, բայց ասեմ, որ այդ համայնքի գաղափարը առանց Արևմտյան Հայաստանի Հանրապետության դատապարտված է մահվան։ Դա չի իրականանալու, որովհետև միակ ճանապարհը դա է, որ մենք Արևմտյան Հայաստանի կառավարության ներքո որպես Արցախի նահանգի բնակիչներ մենք ներկայանում ենք այդ համայնք։ Քանի որ ամեն մի համայնք պետք է գոնե ներկայացնի 1-ից 3 անդամ, մինչև 1-ից 3 անդամ չներկայացնեն, ես չեմ կարող բացել մյուս փակագծերը, թե հետո ինչ է սպասում, որտեղ արագ գողանում են հերիք չի, սպանում են այդ գաղափարը։ Պարզապես այնպես են անում, որ այդ գաղափարը մեռնի, որ չի մեռնում, սպանում են։ Սա ես գիտեմ, փորձված ճանապարհ է, եւ այդ փորձված ճանապարհում ես նորից եմ ասում, զգալով որ մենակ մեր ուժերով էլի կարող ենք հասնել ինչ-որ բաների, բայց մենք գտանք, որ Արցախի հարցով զբաղվող ցանկացած ուղեղային կենտրոն, ցանկացած կազմակերպություն, որը որ իր ուժը այնա ներդրած Արցախի համար պայքարում է, մենք իրենց ասացինք եկեք միացեք մեզ հետ, որովհետև նույն գործն ենք անում։ Ոչ թե ես ասում եմ եկեք իմ այդ բանի մեջ չկա։ Չէ, եկեք միանում ենք այս դրոշի ներքո, որտեղ պայքարը Եվրոդատանում այդ դրոշի ներքո է գնում, այդ դրոշի ներքո են ընդունել մեր դատը, եւ միանալով այդ դրոշի ներքո ամեն մարդ իր ունեցած գիտական եւ այլ պոտենցիալները թող ներդնի, որ ինչ որ ուղղությամբ հասնենք հաջողության։ Եթե ուրիշ մարդիկ ունեն ուրիշ ճանապարհներ, ուրիշ ուղիներ, խնդրեմ ներկայացրեք ձեր ուղիները, մենք պատրաստ ենք օգնել այդ ուղին եւս, որպեսզի առաջ մղվի։ Այսինքն մենք այնպես ենք, որ ասենք մենակ մունքունք եւ վերջ։ Մենք տեսել ենք դա արդեն 20 թվական, 25 թվական հազարավոր մարդիկ հեռուստատեսություններով խոստումներ են տվել, էս ենք անելու, ոչ մի բան չեն արել։ Եվ չեն անելու, օգտագործելու են իրենց սպասվելիք, այսօր սրտատրով սպասում են, որ այս ընտրությունները լինելու է, իրենք դրան են սպասում, ես օրինակ չեմ սպասում այդ ընտրություններին սրտատրով, որտեղ ես գիտեմ ելքը ինչ ալնելու։ Այսա որ լինի, ես կասեմ, ես ինչի էի սպասում, կասեմ, որ ես դրան էի սպասում եւ դա լինելու է։ Խնդիրն անում է, որ մենք մի բուր ժողովուրդ ենք, թույլ չտանք, որ մեզ բաժան անեն այդ չեմ ուզում ոչ մի կուսակցության ասեմ բացական բան խոսել, առավել եւս իմանալով որոշակի նաեւ կուսակցություններ, որոնք որ իսկականից ներդրումներ ունեն, բայց ես ասում եմ, բերեք ուժերը միավորենք, Եվրոդատանում կուսակցական պայքարը չի անցնում, Եվրոդատանում ճանաչել են մեր կառավարության դիմումը համաձայն մեզ մարդու տեղ են դրել, 100 ընտանիքի գործ ընդեղ որ գնում է, դա արդեն քիչ չի։ Մենք մեղավոր չենք, որ 100 ընտանիք է դիմել, դիմումները բազմից սարել ենք, որ բերեք ներկայացրեք, մարդիկ պարզապես սպասում են սենց, կամ էլ գնացել են ուրիշ ուղով, որը որ պարոն նախագահն նշեց, այդ ուղին հետևյալն է, դրած վրան նստել են ու դա շարժի մեջ չի մտնում։ Խնդրեմ, եթե ինչ որ հարցեր նորից եմ ասում կծագեն ժողովի վերջում, շնորհակալություն, որ ուշադիր լսեցիք, շնորհակալություն բոլոր նրանց, որ արձագանքել եւ ներկայացել են։